Սիրելի բարեկամներ, Փակ TV-ն շարունակում է իր հաղորդումները եւ ուզում եմ ձեզ ներկայացնել մեր ծրագրի այսօրվա հյուրերից եւս մեկին, ում կարծում եմ ձեզանից շատերը հաճույքով կընկերեն, որովհետեւ մենք իսկապես շատ հետաքրքիր զրուցակից ունենք։ Անդրանիկ Գևորգյան, Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, բիզնես տեղատվության մասնագետ, ամենակարևորը ազգային անվտանգության ոլորտի մասնագետ։ Անդրանիկ, դուք նաև քաղաքագետ եք, բարով եք եկել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես պիտի ասեմ, որ ուզում եմ շատ այսպես անկեղծ զրույց ունենանք, որտեվ մի առիթով ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել, ասում են ուժեղ Հայաստանում հավաքվել են ուժեղ մարդիկ, դա շատ կարևոր է, որտեվ ընտրողների մեծամասնությունը այսօր սպասում է ձեր կուսակցությունից չեմ ཐակցնում մեծ սպասելիքներ ունեն մարդիկ եւ ուզում են որ անպայման ձեզանից շատերին տեսնել մեր ազգային ժողովում բայց երեք դուք երևի տեղյակ եք թե ինչ հերթական պատմական այսպես օրենսդրական փոփոխությունները ընտրական օրենսգրքում ընդունեց կնչին ԿՊԱ-կանները սկսենք այդ հարցի մասին մեր զրույցը Այո, ինչպես բոլորս ենք տեղյակ, երեք ԿՊԱ-կանները գաղտագողի հրավիրեցին արտահերտ ազգային ժողովի նիստ, փոփոխելու ընտրական օրենսգիրքը, որը անթույլատրելի է։ Անթույլատրելի է ընտրություններից այսքան կարճ ժամանակ առաջ, 2 ամիս առաջ, փոփոխել ընտրական օրենսգիրքը եւ դարձնել իրենց հարմար։ Սա ժողովրդավարությանը հարված էր ԿՊԱ-կանների կողմից, որովհետև ընտրական օրենսգիրքը չի նախատեսում այսպիսի կարճ ժամանակում փոփոխություններ կատարել, սա ավելի շատ մեկ անձի, մեկ ուժի հարմար տարբերակ մշակելն էր։ Կհիշենք երևի տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում էր, որ մենք չենք փոխելու ընտրական օրենսգիրքը մեզ հարմար կամ մեզ հարմար ձևերով։ Մենք բազմիցս հիշեցրեցինք Նիկոլ Փաշինյանին իր այդ ելույթը, իր տված խոստումները ու իր ասացները, բայց տեսնում ենք, որ կատարվում է հակառակը։ Այս ժողովրդին ժամանակին ասված խոստումներն ու ասվածները չեն իրականացվում եւ կատարվում են այնպես, որ հարմար լինի մեկ ուժին, մեկ անձին։ Եվ ընտրական օրենսգրքի այս փոփոխությունն էլ հենց դրա մասին է վկայում, այսինքն ներկայիս իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանից, առաջ եթե կռվում էին նկարների հետ, հիմա անվան հետ են կռվում, այնպես են ուզում անեն, որպեսզի չլինի Սամվել Կարապետյանի անունը այս ընտրական process-ի մեջ, որպես կուսակցության անվանման մեջ, դաշինքի անվանման մեջ Մենք դրա մասին երեք հիշեցրեցինք, մենք դրա մասին իրականացրեցինք ինքնաբուխ ակցիա, մարդիկ հավաքվեցին եւ իրենց պահանջը ներկայացրեցին ԿՊԱ-կաններին, իշխանականներին, որ ընկերներ, ինչ եք անում։ Ինչ եք անում, հասկացանք այսքան թքած ունեք ամեն ինչի վրա, բայց այս ամենաթողությունը հենց առաջին հերթին վնասում է մեր պետությանը, վնասում է մեր ժողովրդավարական համակարգին եւ մեր ժողովրդին առաջին հերթին։ Մենք փորձեցինք լսելի դարձնել, նաեւ այնտեղ կային ԵՄ պատվիրակության անդամներ ազգային ժողովում, փորձեցինք իրենց էլ տեղ հասնել, որ այն քննարկումները, որոնք դուք իրականացնում եք այդ շենքում, ոչ ժողովրդավար իշխանության հետ, չեն բխում Հայաստանի շահերից։ Եվ առաջին հերթին փորձեցինք ու ստիպեցինք հիշել, որ ներկայիս իշխանությունները ու հատկապես Նիկոլ Փաշինյանը պետք է առաջին հերթին առաջնորդվի Հայաստանի ու հայ շահից եւ ոչ թե անձնական շահերից։ Բայց մենք տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է կատարվում եւ քանի որ դուք էլ ազգային անվտանգության ոլորտի մասնագետ եք, ես կարծում եմ, որ նման ձևով օրենսգիրքը փոխել ընտրական, այն էլ ընտրություններից մի քանի ամիս առաջ, դա իսկապես անթույլատրելի է։ Անթույլատրելի է եւ իսկապես ճիշտ եք ասում, որ ներկայիս իշխանությունները վտանգում են ու հարվածում են մեր ազգային անվտանգության բոլոր ոլորտներին, որովհետեւ այս ամենաթողությունը շղթայական ձևի ազդեցություն է ունենում մեր ազգային անվտանգության ոլորտներին։ Կրթությունից սկսած տարբեր սոցիալական
չի կարելի թույլ տալ ամենաթողության վիճակը, բռնապետական վիճակը, այն ինչ որ իրենք են ստեղծում, վնասում է եւ մենք լրջագույն խնդիր ունենք ազգային անվտանգության, փորձել պահպանել, փորձել պաշտպանել, փորձել փրկել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ իշխանությունները արտաքին օրակարգերի ազդեցության տակ փորձում են այնպես անել, որ ավելի շատ դրսի արտաքին շահերը պաշտպանեն, քան ներսում հայ ժողովրդի ու հայի շահը պաշտպանեն։ Սրա մասին ենք մենք երեք խոսել եւ շարունակելու ենք խոսել, որովհետեւ այն ինչ որ տեղի է ունենում ընտրությունից նորից եմ կրկնում ընտրություններից մի քանի ամիս առաջ փորձել փոխել օրենսգրքի ինչ որ կետ, փորձել այլ փոփոխություններ անել, որպիսի առաջին ընդդիմադիր ուժը, առաջատար ընդդիմադիր ուժը ինչ որ մի ձևով փոփոխություններ կատարի իր ընտրական process-ի մեջ, սա հուշում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը իրոք վախենում է, ԿՊԱ-ականները իրոք վախենում են եւ սրանք վախերի արդյունք են, որպեսզի այնպես անեն, որ Սամվել Կարապետյանի անունը չհիշատակվի դաշինքի մեջ։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի, որպեսզի ամեն ինչ լավ լինի, պետք է այդ մարդկանց վախը բռնել։ Այո, համաձայն։ Եվ ամեն ինչ Համաձայն եմ, իրոք ունեն դրա կարիքը, ու բազմիցս ապացուցել եմ, որ իրոք ունեն դրա կարիքը։ Այո։ Մասնագետներ կան։ Այդ դեպ ասեմ ձեզ, եթե պետք լինի, կարող եք դիմել Փակ TV-ին, մենք ձեզ կօգնենք։ Շատ։ Անդրանիկ, ես կուզենայի խոսեիք ձեր ծրագրերի մասին, ճիշտ է, արդեն բավականին լուսաբանվել է, ասվել է, բայց որոնք են դրանցից առավել կարևորը, որոնց մասին կուզենաք խոսել։ Ճիշտ ասած, ես ուզում եմ առաջին հերթին ընդգծել, որ մեր ծրագրերը լոկ թղթի վրա գրված ծրագրեր չեն։ Մեր գաղափարական առաջնորդի կողմից եղել է հստակ ցուցում ժողովրդից վեր հանել, մեր կուսակցության առաջնորդի կողմից, Սամվել Կարապետյանի կողմից հստակ ցուցում է եղել, որ ժողովրդի մեջից վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք թույլ չեն տալիս, որ այս ժողովուրդը լավ կյանքով ապրի։ Ու այս ծրագրերը հենց դրա արդյունքն են։ Տնտեսական 5 քայլերը, անվտանգային 6 քայլերը, այսօր մեր ժողովուրդը ունի լրջագույն երկու խնդիր՝ լավ ապրելու եւ անվտանգ ապրելու։ Մնացած բոլոր ոլորտները մեզ երբեմն հարց են տալիս, օրինակ ասում են կրթությունը։ Կրթությունը շահկապված է մեր բոլոր ոլորտների հետ, մեր ծրագրի բոլոր կետերի հետ, որովհետեւ առանց կրթության մենք չենք կարող ունենալ լավագույն արդյունքը, որը մենք ենք պատկերացնում։ Օրինակ, դիցուք, մեր տնտեսական ծրագրերը 300,000 նոր աշխատատեղեր, 20,000 մատչելի բնակարաններ, այսպես կետերով մենք նշել ենք ու 6 անվտանգային կետերը, որոնք էլի նորից կարևորագույն ուժեղ անվտանգություն պիտի ստեղծեն ուժեղ Հայաստանի համար, տեղական ռազմարդյունաբերություն, ուժեղ խաղաղություն, ուժեղ դիվանագիտություն, խելացի սահման, սրանք բոլորը միասին փոխկապակցված են, որոնց վրա աշխատել են մասնագետներ, բայց առաջին հերթին այս խնդիրները դուրս են բերվել ժողովրդի մեջից։ Սրանք ժողովրդին հուզող հարցերն են, ժողովրդին անհանգստացնող այն կետերն են, որոնց շուրջ արդեն քննարկումներ են եղել եւ տեղական եւ միջազգային մասնագետների կողմից։ Տեղական ռազմարդյունաբերություն Ես ուզում եմ ընդգծեմ մեր երկու անվտանգային ու տնտեսական ծրագրերի շահկապակցվածությունը, փոխկապակցվածությունը, որովհետև եթե մենք ունենում ենք տեղական ռազմարդյունաբերություն, զարգացնում ենք տնտեսության այդ ոլորտը, արդյունաբերության այդ ոլորտը, ապահովում ենք աշխատատեղերն իրենցից ենթադրում են նոր կադրերն իրենցից ենթադրում են կրթության նոր մակարդակ, նոր մակարդակը իրենից ենթադրում է սոցիալական տարբեր խնդիրների լուծում եւ այսպես մենք լուծում ենք մեր ազգային անվտանգության ոլորտներին առնչվող կարևորագույն հարցեր։ Սրանք փոխկապակցված կետեր են, որոնք միասին պիտի ստեղծեն ուժեղ Հայաստան։ Ու ես հատկապես ուզում եմ ընդգծել, որ սրանք հաշվարկված են, այսինքն այն թվերը, որոնք հնչում են մեր ծրագրերի մեջ, բոլորը հաշվարկված են լավագույն մասնագետների կողմից եւ միջազգային եւ մեր հայաստանյան մասնագետների կողմից։ Եվ սրանք այն ծրագրերն են, որոնք իրոք կյանքի են կոչվելու ուժեղ Հայաստանում,
կյանքի են կոչվելու Սամվել Կարապետյանի կողմից, դուք երևի տեսել եք մեր ծրագրերում, երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից։ Այո։ Այսինքն Սամվել Կարապետյանը այս ծրագրերը իրականացնելու է 100%-ով, լինելով Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Գիտեք, ես նկատել եմ, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում նաև ներքաղաքական զարգացումներին եւ այս ոլորտում իսկապես լուրջ աշխատանք է տարվում։ Դա ինչով եք բացատրում։ Դա նույնպես կկապեմ մեր կուսակցության առաջնորդի Սամվել Կարապետյանի հետ, որովհետև երբ սկսվում էր շարժումից հետո այս քաղաքական process-ները, մեր կուսակցության առաջնորդի կողմից հստակ սկզբունք կար. չտարանջատել եւ չբաժանել, չպառակտել մեր ժողովրդին, վերջ տալ նախկիններ ներկաներին, սևերին եւ սպիտակներին, համախմբել ժողովրդին, որովհետեւ մեր ժողովուրդը մեծ ներուժ ունեցող ժողովուրդ է, որը կարող է հասնել մեծ հաջողությունների միասնության շնորհիվ։ Եվ այն փոփոխությունները, որոնք որ պիտի ունենան մեր երկրում, տեղի պիտի ունենան մեր երկրում, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ու իր վարչապետությամբ, հենց այդ միասնության շնորհիվ պիտի տեղի ունենան։ Հենց սա էր կարևորը, որ մենք ներքաղաքական դաշտում առաջին հերթին շեշտադրել ենք միասնությունը, չթիրախավորել, չվիրավորել, որովհետև բոլորս էլ հայ ենք ու մտահոգված ենք մեր երկրի զարգացմամբ, մեր երկրի վիճակով, որ մեր երկիրը լինի ուժեղ, մեր երկիրը լինի անվտանգ, եւ մենք պիտի ամեն բան անենք, որպեսզի չթիրախավորենք։ Ես բազմիցս նշել եմ, որ պետք է ոչ թե վիճեն քաղաքական հարցերի շուրջ, այլ երկխոսություն պիտի լինի։ Ես իմ գաղափարախոսությունը ներկայացնեմ, դիմացինս իր գաղափարախոսությունը եւ մենք հետաքրքիր երկխոսություն ունենանք Հայաստանի զարգացման վերաբերյալ։ Քաղաքականությունը այն չէ, ինչ որ կատարվում է մեր երկրում, որովհետեւ ես ուսումնասիրել եմ իմ ուսումնառության տարիներին, քաղաքականությունը շատ հետաքրքիր բանի մասին է։ Այն ինչ որ կատարվում է մեր երկրում, սա քաղաքականություն չէ։ Սա ուղղակի ինչ որ բաժանել են ժողովրդին, պառակտել են ժողովրդին ու ժողովրդին հանել են իրար դեմ։ Մենք եկել ենք դա վերացնելու, մենք եկել ենք մեր ժողովրդին միասնական դարձնելու, որովհետև քաղաքականությունը իրենից ենթադրում է կառավարում։ Դա ճիշտ կառավարումն է, երկրի տարբեր ոլորտների ճիշտ կառավարումն է։ Ճիշտ կառավարումն է մի ամբողջ ժողովրդի, որպեսզի ժողովուրդը իրեն անվտանգ ու ուժեղ զգա երկրում, մնա, շենացնի, բնակարաններ կառուցի, ծնելիության աճ խթանի, կրթության բարձր մակարդակ ունենա եւ հասնի այն աստիճանին, որին որ ինքն է ցանկանում, որում որ ինքը իրեն հարմար է զգում եւ ոչ թե թողնի Հայաստանից գնա։ Սա ամենակարևոր բաներից է, որ մենք շեշտադրել ենք ներքաղաքական դաշտում միասնությունը։ Իսկ ներքաղաքական դաշտը այս պահին ես գնահատում եմ տոքսիկ։ Ներկայիս իշխանությունները գերբևեռվածություն ունեն մեր ուժի վրա, որտեղ իրենք էլ հասկանում են, որ փոփոխությունները կասեցնել չեն կարող, փոփոխություններ պիտի լինի եւ Սամվել Կարապետյանը պիտի լինի Հայաստանի հաջորդ վարչապետը եւ գերբևեռվածություն են ցուցաբերում մեր ուժի վրա, փորձում ինչ որ տար, բառ, արհեստական բանականության, այո, դա տեխնոլոգիաները զարգացել են, առաջ է գնում դարաշրջանը։ Եվ ինչու պիտի Հայաստանը հետ մնա։ Այն դեպքում, երբ որ իրենք ամեն բան անում են, որ մեր կուսակցության առաջնորդին չթողնեն խոսել, շփվել ժողովրդի հետ, ժողովուրդը սպասում է Սամվել Կարապետյանի հետ հանդիպմանը, քննարկումներին, խոսելուն, բայց իրենց վախերից դրդված ամեն բան անում են, որպեսզի դա տեղի չունենա։ Իրենք էլ են պատկերացնում, որ եթե դա տեղի ունեցավ, ժողովուրդը ինչ սպասումներով ու ինչ բերկրանքով է սպասում մեր ապագա վարչապետի հետ հանդիպմանը։ Գիտես, ես Անդրանիկ, պիտի ասեմ, որ իսկապես շատ կարևոր թեմա եք բարձրացնում, բայց մենք մեր զրույցը մի պահ պիտի ընդհատենք, ցուցադրելու ենք ձեր կուսակցության ուժեղ Հայաստանին առնչվող գովազդային մի ոլորակ, որից հետո պարզ կդառնա հաջորդ հարցս։ Չեք առարկում։ Շատ լավ։ Խնդրեմ։
Դու ունես այդ ուժը ընտրելու քո ապագան։ Միայն մեկ վայր, որտեղ պետք է լինես այդ օրը։ Ապրիլի 11-ին ժամը 17-ին Ազատության հրապարակ։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը հրավիրում է համաժողովրդական հանրահավաքի։ Ցույց տանք մեր ժողովրդի ուժեղ կամքը, միասնականությունը։ Միայն մեկ առաջնորդ, որը ձեզ կբերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ եւ երկարաժամկետ խաղաղություն։ Մենք շարունակում ենք ծրագիրը, հիշեցնեմ, որ մեր հյուրը ուժեղ Հայաստան կուսակցության անդամ քաղաքագետ Անդրանիկ Գևորգյանն է։ Դե գովազդային հոլովակը հուշում է, որ ապրիլի 11-ին շատ հետաքրքիր հանրահավաք է նախատեսված Ազատության հրապարակում։ Ես կարծում եմ, որ այդ օրը Ազատության հրապարակում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չի լինի։ Այո, այլևս լռելու ժամանակ չունենք եւ պետք է որոշենք մեր Հայաստանի ճակատագիրը բոլորով։ Սա միասնության հանրահավաք է։ Եվ ես հրավիրում եմ բոլորին, ովքեր որ տեսնում են իրենց ընկերների հետ, իրենց հարևանների հետ հավաքվել միասնական գաղափարի շուրջ, հավաքվել այս միասնական հանրահավաքին ապրիլի 11-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում եւ պահանջել փոփոխություններ ներկայիս իշխանություններից, որովհետև իրենց վարած քաղաքականությունը առաջ չի տանում Հայաստանի շահը, հայ ժողովրդի շահը, եւ հայ ժողովուրդը պետք է միասնական ձևով հավաքվի եւ ապրիլի 11-ին, եւ դրան հաջորդող օրերին, եւ հունիսի 7-ի ընտրություններին պետք է միասնական ձևով կարողանան արտահայտել իրենց պահանջը։ Մեր երկրին պետք են փոփոխություններ, մեր երկրին պետք է նոր առաջնորդ, ուժեղ առաջնորդ եւ պետք է Սամվել Կարապետյանը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետեւ միայն ուժեղ առաջնորդը, ուժեղ ղեկավարը կարող է մեր երկիրը դուրս բերել այս իրավիճակից։ Ինչ հաջորդ հարցս, ինչը առաջվում է Սամվել Կարապետյանին, ես կուզենայի հարցնել, որ ձեր կուսակցությունը գիտեմ, որ շատ լուրջ ուշադրություն է դարձնում նաև արտաքին քաղաքականությանը եւ այս ոլորտում նույնպես շատ հետաքրքիր ծրագրեր ունեք։ Այո, եւ մենք բազմիցս նշել ենք, ներկայիս իշխանությունները փորձում են տարբեր ինչ-որ պիտակավորումներ տալ, ինչ-որ մետեր, ինչ-որ կողմերի հետ կապել մեզ, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մեր կուսակցության առաջնորդը երբևիցե ոչ մի անգամ միակենտրոն հայտարարություններ չի արել։ Սամվել Կարապետյանի հայտարարություններն ու խոսքը եղել է ավելի բալանսավորված։ Այսինքն Ռուսաստանին հարվածելու համար չի բարձրացրել Արևմուտքին եւ հակառակը, Արևմուտքին հարվածելու համար չի բարձրացրել Ռուսաստանին։ Մեզ պետք են գործընկերներ, որոնք իրոք կվստահեն մեզ։ Իսկ մեր գործընկերների կողմից պահանջ կա ուժեղ առաջնորդի։ Մեր գործընկերները աշխարհի տարբեր բևեռները ուզում են աշխատել ուժեղ առաջնորդի հետ, որովհետև մենք պիտի ունենանք ուժեղ առաջնորդ, որ աշխարհում մեր ձայնը լսելի լինի, որպիսի մեր առաջարկները ընդունելի լինեն։ Եվ մենք պետք է փորձենք միջազգային կապերը, միջազգային փորձը, Սամվել Կարապետյանի միջազգային փորձը ծառայեցնել իշահայ ժողովրդի, ինչպես որ միշտ արել է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը կապիտալ ունի աշխարհի տարբեր երկրներում, ու ինքը փորձել է ամեն բան անել, որ այդ կապիտալը ծառայեցնի իշահայ ժողովրդի, իշահ Հայաստանի։ Եվ հիմա մեր առաջնորդը, մեր վարչապետի թեկնածուն Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը նույն բանն է անելու նաև արտաքին քաղաքականության մեջ։ Այդ հարաբերությունները, իր ազդեցությունը, իր փորձը պիտի ծառայեցնի իշահայ ժողովրդին, որովհետև մենք մի կողմից կախվածության մեջ չենք լինելու, մի բևեռից կախվածության մեջ չենք լինելու։ Մենք շեշտում ենք, մեզ պետք է երկարաժամկետ խաղաղություն, երաշխավորված խաղաղություն, իսկ ինչ է դա իրենից ենթադրում, որ պետք են մեր խաղաղությանը մի քանի երաշխավորներ, գործընկերներ, որոնք իրոք կդառնան երաշխավորներ։ Իսկ ինչու եմ ես շեշտում, որ Սամվել Կարապետյանի միջազգային փորձը, ազդեցությունը մեր երկիրը պիտի գրավիչ լինի ներդրողների համար,
որպեսզի այստեղ կարողանան ներդրում իրականացնել։ Ներդրողները պիտի փորձեն պաշտպանել իրենց ներդրումները, որոնք որ կիրականացնեն մեր երկրում։ Այդ դեպքում ներդրողների համար պիտի առաջնային խնդիր լինի նաև Հայաստանի անվտանգությունը։ Եվ մենք արտաքին ներդրողների միջոցով փորձում ենք մեր անվտանգությունը մի քանի երաշխավորների միջոցով ապահովել։ Եվ այն գործընկերներն ու դաշնակիցները, որոնք որ մեր կողքը պիտի կանգնած լինեն, ուժեղ առաջնորդ են պահանջում, որ Հայաստանը ունենա, որովհետև իրենք էլ են ցանկանում ուժեղ առաջնորդի հետ աշխատել։ Մենք բազմաթիվ անգամներ տեսնում ենք, ներկայիս իշխանությունները գնում են այս բևեռ, գնում են մյուս բևեռ, կարծես թե դիվանագիտական դասերի են գնում։ Կարծես թե գնում են դասեր ստանում ու հետ գալիս։ Իրենց այնտեղ հասկացնում են որոշակի բաներ, որ ոնց պիտի աշխատեք։ Գնում են այնտեղ այլ արտահայտություններ են անում, գալիս են այստեղ այլ արտահայտություններ են անում։ Սա թուլության նշան է։ Սա թուլության նշան է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իսկ այս ազգին պետք է ուժեղ առաջնորդ, ուժեղ մարդ, որը որ հասկանում է, թե ժողովրդին ինչ է պետք, որը որ հասկանում է արտաքին հարաբերություններից, որը որ հասկանում է վերջի վերջո կառավարումից է հասկանում եւ կարող է մեր երկիրը տանել դեպի ուժեղ ապագա։ Գիտես, Անդրանիկ, ես գիտեմ, որ Սամվել Կարապետյանը չի սիրում, որ իր մասին այսպես գումասանքի խոսքեր են ասում, նրան մեծարում են, բայց այնուամենայնիվ մեր ընտրողին, շարքային ընտրողին հետաքրքրում է ի վերջո ով է Սամվել Կարապետյանը, ինչ մարդ է, ինչ անձնավորություն եւ ինչու հենց նա պիտի լինի այս երկրի առաջիկա վարչապետը։ Նախ նշեմ, որ այս ամիսների ընթացքում մեր ժողովուրդը Սամվել Կարապետյանին ճանաչում է դեռ երկար տարիներ, որպես ազգային բարերար, որպես իր հայրենիքին նվիրված արժանի հայ։ Բայց այս ամիսների ընթացքում մենք հասկացանք, որ Սամվել Կարապետյանի սկզբունքայնությունը, ուժեղությունը այն աստիճանի է, որ չընկրկեց ոչ մի բանի առջև։ Խոսեց, բարձրաձայնեց խնդրի մասին, որ վերաբերվում էր մեր ազգային արժեքներից մեկին հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, խոսեց ու մինչև վերջ սկզբունքայնորեն մնաց իր կարծիքին։ Մինչև վերջ պահանջեց, որ այո, այնինչ ասել եմ, ենթակա չէ փոփոխության եւ մեր երկրին պետք է փոփոխություն։ Սա Սամվել Կարապետյանի վճռականությունն ու սկզբունքայնությունն է։ Ես որպես երիտասարդ հենց առաջին հերթին միացել եմ շարժմանը այնուհետև կուսակցությանը, իմանալով Սամվել Կարապետյանի սկզբունքայնության արժանապատիվ հայ լինելու մասին։ Եվ սրա մասին գիտի հայ ժողովուրդը, որ պահանջը հենց այդպիսին է ժողովրդի կողմից, մեզ արժանապատիվ մարդ է պետք, մեզ սկզբունքային մարդ է պետք, մեզ ուժեղ առաջնորդ է պետք, ոչ թե թույլ, անսկզբունքային կամ օտարի շահ սպասարկող։ Եվ Սամվել Կարապետյանը այս ամիսների ընթացքում ապացուցեց, որ ինքը այն մարդն է, այն գործիչն է, որ պիտի լինի Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Ես պիտի ասեմ, որ չնայած այս անիմաստ կալանքներին, որ նրա հանդեպ կիրառվում է, այն լուտանքներին, որ թափվում է նրա հասցեին, ես պարզապես ուրախ եմ, որ նա երբեք չի կոտրվում եւ շատ հանգստանում է այդ ամենը։ Երևի հավատն է օգնում։ Հավատն է օգնում եւ այն սպասումը, որ եւ այն գաղափարախոսությունը, որ որդեգրել է Սամվել Կարապետյանը, այդ հավատով ու հույսով ամեն բան անում է ու վճռական է, անկոտրում է, որպեսզի Հայաստանը դարձնի ուժեղ։ Ու ինքը հավատում է, որ Հայաստանը լինելու է ուժեղ։ Դե ինչ, ես ուզում եմ ձեզ բոլորիդ մաղթել հաջողություն, որտեվ անկեղծ ասած մեր ունկնդիրների մեծամասնությունն էլ հույսեր է կապում ուժեղ Հայաստանի հետ եւ ուզում է հավատալ, որ ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի հետ կդառնա այն կարևոր կառույցը, որը կօգնի Հայաստանը դուրս բերել այս անիմաստ, այս լճացված, ստի կեղծիքի այս իրավիճակից։ Սամվել Կարապետյանը եկել է տալու Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե վերցնելու։
Սամվել Կարապետյանի շուրջը հավաքված թիմը պատրաստ է ծառայել հանուն Հայաստանի ու հանուն հայ ժողովրդի։ Եվ եւս մեկ անգամ մեր հայրենակիցներին հրավիրում եմ ապրիլի 11-ին ներկա գտնվելու միասնության հանրահավաքին, որտեղ մենք պիտի վերջ տանք պառակտմանը եւ պիտի պահանջենք փոփոխություն Հայաստանում եւ Հայաստանի պահանջենք նոր առաջնորդ, ուժեղ առաջնորդ, հանձին Սամվել Կարապետյանի։ Գիտես, անկեղծ ասած, ակամայից հիշեցի Միացյալ Նահանգների նախագահ Քենեդու խոսքերը, մի ասա թե քեզ ինչ պիտի տա հայրենիքը, ասա դու ինչ կարող ես տալ հայրենիքի։ Այ ես գիտեմ, որ այդ սկզբունքը որտեղ գրել է ուժեղ Հայաստանը։ Այո, ուժեղ Հայաստանը իր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Դե ինչ ուրեմն մնանք լավատես, շատ ժամանակ չի մնացել մինչև ընտրությունները, հուսանք, որ այս անիմաստ իշխանությունները ինչ որ նոր որոշումներ, օրենսդրական փոփոխություններ չեն ընդունի, որպեսզի ուժեղ Հայաստանին հանեն շարքից եւ իրենց համար այսպես ճանապարհ բացեն հերթական ընտրությունը։ Հուսանք, որ կլինեն խելամիտ եւ քայլեր չեն ձեռնարկի ուժեղ Հայաստան ստեղծելու Սամվել Կարապետյանի գաղափարախոսության դեմ։ Մենք ամեն բան անելու ենք, մենք պատրաստ ենք, գնալու ենք մինչև վերջ ու հաստատ Հայաստանը դարձնելու ենք ուժեղ։ Եա, պայմանավորվեցինք, շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր իսկապես շատ հետաքրքիր հյուր ունենք ուժեղ Հայաստան կուսակցության անդամ քաղաքագետ Անդրանիկ Գևորգյանն էր մեր տաղավարում, ում իհարկե դուք լսելով հասկացաք, թե առաջիկայում ինչ հետաքրքիր զարգացումներ է սպասում մեր ժողովրդին։ Այսօր այսքանը, ցտեսություն։